Այսօր լրանում է հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ 1915 թվականի ապրիլի 24-ին թուրքական իշխանությունների հրամանով 1.5 միլիոն հայ կոտորվեց, այդ թվում մտավորականներ։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 30-ից ավել պետություն եւ միջազգային կառույցներ։ Ցեղասպանությունը մեր ինքնության մասն է, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելացնելով. ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ չի մտնում։ Այն անառարկելի ճշմարտություն է եւ հնարավոր չէ ուրանալ։ Հայաստանը եւ Թուրքիան շարունակում են բանակցությունները։ Հայկական կողմի դիրքորոշումն է հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների եւ հասնել սահմանի բացմանը։ Թուրքագետ Ռուբեն Սաֆրասյանը Զարգերակի հետ զրույցում նշեց, որ հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը չի կորցրել իր արդիականությունը։ Հարցն օրակարգում է, բայց այժմ առաջնային չէ։ Մենք ավելի իրական, կոնկրետ խնդիրներ ունենք լուծելու։ Բանակը նորից մարտունակ դարձնել, ասաց նա։ Ըստ նրա, Թուրքիայում հիմա վախի մթնոլորտ է։ Չեն բացառում, որ կգա մի պահ, երբ նրանք կհասկանան, որ ցեղասպանությունը ճանաչելով Թուրքիան ավելի կզարգանա։ Եթե հարաբերությունները կարգավորվեն եւ այդ հարցը քննարկման առարկա չդառնա, չեմ կարծում, որ այն կվերանա, հավելեց Սաֆրասյանը։